Իրավունքը գրում է. կառավարության մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ շուրջ 100 հոգևորական է առաջիկա օրերին միանալու Փաշինյանին։ Կճոյանը խոստացել է ամենակիչը 100 հոգևորական ներգրավել մինչև շաբաթվա վերջ, ասել են ՔՊԱ-ական աղբյուրները։ Ըստ նույն լուրերի, Կճոյանը էլ չգիտի ոնց իր հավատարմությունը ցույց տա Փաշինյանին։ Վերջին հանդիպմանը նա խոստացել է, որ հասնելու է նրան, որ սքեմավոր հոգևորականների բանակով գնան կաթողիկոսին հեռացնելու։ Հրապարակը գրում է. հայ առաքելական եկեղեցու բարենորոգման եւ այդ նպատակով համակարգող խորհուրդ ձևավորելու մասին հայտարարությունից օրեր անց մի քանի քահանաներ հայտարարեցին բարենորոգման ծրագրին միանալու մասին։ Խոսքը մոտ 2 տասնյակ քահանաների մասին է, որոնց մեծ մասը գործունեություն է ծավալում Փաշինյանին միացած 10 տիրադավների առաջնորդած թեմերում։ Թերթին պատմել են, որ այդուհանդերձ տիրադավներին ու հակաեկեղեցական արշավին միացած քահանաներն ինքնական որոշումներ չեն ընդունել։ Փաշինյանի հիշյալ հայտարարությունից հետո գործի են անցել իրավապահները, ում դեմ կարողացել են կոմպրոմատ գտնել, դրանով են ծնկի բերել։ Իսկ մյուսներին սոցիալական եւ ֆինանսական երաշխիքներ են տվել, որ պետությունը կհոգա նրանց վարձատրության հարցը։ Անգամ բնակարանների մասին խոստումներ են տվել, փորձելով նյութական շահագրգռությամբ իրենց կողմը բերել։ Փաստը գրում է. Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից։ Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ ադրբեջանական սփյուռքը կկարողանա չեզոքացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանում։ Փաշինյանի չմտածված քայլերի հետևանքով Ռուսաստանի 2 միլիոնանոց հայկական համայնքը դառնում է անպաշտպան։ Իսկ նախկին հայանպաստ գործիչները, այդ թվում օրինակ նույն Սոլովյովը, փաստացի հեռանում են հայանպաստ դիրքերից։ Ժողովրդի կառավարության աղբյուրների փոխանցմամբ դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին թերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր կառավարությունը չի պատասխանում։ Հրաժարվում են հրապարակել նախարարների եւ փոխնախարարների ստացած պարգևների չափը։ Կառավարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7-ից 8 միլիոն դրամ, որոշ դեպքերում մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները 4-ից 5 միլիոն դրամ պարգևավճարներ։ Տեսչությունների պետերն էլ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել, տեղակալները փոխնախարարներին հավասար։ 2025-ից 26 թվականը որպես նախընտրական տարի ծանր է նստել քաղաքացիների եւ հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար։ Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից։ Հրապարակը գրում է. Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը թերթին պատմել է, որ Շաքարյանն արդեն քանի օր է դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Թերթը հիշեցնում է, նա մասնակցում էր Սուրբ Ծննդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական ուխտերթին, որից օրեր անց ՀՀ ԱԺ-նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։ Կարեն Շաքարյանը չնայած աչքի է ընկել հակալնիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի էլ թաքցրել այդ մասին, սակայն ուխտերթին մասնակցել է, որ հավատարմություն հայտնի Փաշինյանին եւ նշանակվի պետի պաշտոնում։ Ավելին, որոշ տեղեկություններով իր ղեկավարած բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին պարտադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել երթին, որին նաև ՊՆ բազում այլ աշխատակիցներ են մասնակցել։ Փաստը գրում է. Հայաստանի օրվա իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն օրենքների տարբեր վիճահայրույց դրույթները որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ։ Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի երկրորդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Դեռևս 2024 թվականին Ազգային ժողովի падգամավորների 1/5-ը դիմել էր սահմանադրական դատարան այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար։ ՍԴ-ն հայցավարույթ էր ընդունել, սակայն հետո ՍԴ ԱՎ 156 որոշմամբ կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ 1 տարի անց ստացվել էր հանձնաժողովի կարծիքը։ Այն է, այդ նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին։ Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ-ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում։